Ցավը դեռ չէր բարձրացել, երբ ճանապարհների վրա երևացին շարժվող սվերները։ Տներն իրենց հայացքով վերջին անգամ ուղեկցում էին մարդկանց, ովքեր ստիպված էին հեռանալ, առանց վերադարձի վստահության։ Արցախը լուռ էր այդ առավոտյան, լուռ, բայց ծանր, նման տարիների կուտակված ցավի։ Մարդիկ գնում էին հոգնած, թախծոտ, առանց խոսքի։ Ամեն քայլի հետ կարծես մի բան էին թողնում իրենց հետևում. մանկության բակը, հոր ձայնը, մոր թարմ հացը, պատոհանից երևացող լեռները, որոնց անուններն անգամ կրում էին հիշողություններ։ Արտագաղթ կոչվող այդ երկար ու անհուն երթը ոչ միայն մարդկանց, այլև պատմությունների տեղաշարժն էր։ Ամեն ընտանիք իր հետ տանում էր մի աշխարհ, մի հուշ, մի ցավ, մի լուսանկար, մի բանալի, որը այլևս դուր չէր բացելու։ Մարդիկ գնում էին, բայց նրանց աչքերում մնացած լույսը դեռ պահում էր հողի ջերմությունը, որովհետև հայրենիքը չեն թողնում, այն տանում են ներսում։ Բալաս, մենք թողալ ենք մեր տոնը, մեր հողը, մեր հուշերը, թողալ ենք մեր հայրենիքը, եկալ ենք այստեղ, որտեղ դու պիտի մեծանաս, ծաղկես, պիտի սովորես, լավ մարդ դառնաս։ Մամ ջան, ախր ինձ հետը շատ տիժի անոր շնչապատ նոր ընկերներ ընտրել է։ Ստեղ մարդիկ հասկանացին, թե ինչ է նշանակում ինիլ կանգուն, երբ դու ամեն ինչ կուրսրալս հայրենիք, տոն, հող, եւ ասում ես սկսեն նոր կյանք, բայց սկսենք նոր կյանք, երբ ինը արդեն ավարտված չի։ Բալաս, մենք եկալ ենք այստեղ, որովհետև պետք է պաշտպանենք քեզ, քո խաղաղության համար ենք եկալ։ Դու պիտի սովորես, կրթվես, մեծ մարդ դառնաս, քո ուսման մեջ է մեր վաղվա հույսը, դու ես մեր վաղվա ապագան։ Ախր մամ ջան, գիտես, ես դեռ կանգնած եմ, թեկուզ կոտրված, Արցախցին չի մոռանում, Արցախցին չի անզդվում, Արցախցին ցավով է մեծանում, բայց Արցախցին հույսով ապրում։ Հիշիր, Բալաս, տոնը տեղ չի, տոնը մարդիկ են, իսկ մենք մեր տոնը մեր մեջ ենք բերել։ Դու պիտի մեծանաս եւ պիտի մեր տոնը մեր հետ տանենք դեպի Արցախ։ Հասկացա՞ր։ Բարև ձեզ, կարելի է։ Բարև ձեզ, ամեցեք։ Բարով եք եկել։ Դուք ձեր սիրելի փոքր հայրենիքից եկել եք մեծ հայրենիք։ Ու չկասկածեք, որ այստեղ ձեզ շրջապատելու են սիրով, հոգատարությամբ եւ առաջինը չեք։ Մեր դպրոցում արդեն բազմաթիվ արցախցիներ են սովորում եւ Արցախի ծորում բարբառը մենք միջանցքներում լսում ենք հաճույքով։ Այնպես որ տղաս բարով ես եկել,
բարի գալուստ եւ բարի ընթացք մեր գործին։ Հրաշալի անուն ունես ու ոնց որ ներդաշնակ քո էությանը։ Ինչ առարկաներ ես սիրում, Հայկ ջան։ Մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա, անգլերեն եւ այլ լեզուներ։ Հուսով եմ, որ եւ այլ լեզուների մեջ հայերենը կլինի առաջատարը, որովհետեւ Հայկ ջան, ամեն ինչ սկսվում է մայր լեզվից։ Հայկ ջան, ինչ ծրագրեր ունես, ինչ նպատակներ ունես։ Նպատակս այն է, որ մեծանամ դառնամ բանկի կառավարիչ եւ հետո աշխատածս գումարով մեծ օգուտներ բերեմ Հայաստան եւ Արցախ։ Կեցես։ Բարև ձեզ։ Անչափ շոյված եմ տղաս։ Իսկ դու ո՞ր ես բանիկս։ Ես Գրիգորյան Հայկն եմ, ինձ ասեցին, որ գամ ջոկուսին։ Այո, ճիշտ ես եկել։ Դու մեր նորեկն ես երևի։ Աստված իմ, երեխաներ ահա եւ իմ սպասված անակնկալը։ Գիտես, ես կանխատեսում եմ, որ ինչ որ հաճելի բան եմ ես հետ պատահելու։ Տեսեք ինչ հրաշք է մեզ հյուր եկել երեխաներ։ Արցախ աշխարհը տղաս, Արծվա Բերդն է հայրենի։ Այնտեղ մարդիկ քաջենի ծնե եւ իրենց երակներում կրում են առանի երկրի, առասպելական երկրի հզորությունը։ Ես կասկած չունեմ, որ դու հենց այդ երկրի իսկական զավակն ես եւ դու այդ երկրի մշակույթն ես բերել մեր դասարան։ Մենք այնպես սպասում էինք համալրման, բայց որ այս տեսակ հրաշք տղայի, սա մեր սպասելիքներից էլ վեր էր։ Շնորհավորում եմ տղաս, մեր հարգելի թող քո ոտքը բարի լինի մեր դասարանում եւ մենք կարողանանք միասնական մեծ հաղթանակների հասնել։ Այստեղ բոլորը քո քույրեր ու եղբայրներն են։ Մեր դասարանում մենք հետեւյալ կարգախոսով ենք առաջնորդվում. բոլորը մեկի համար, մեկը բոլորի, իսկ բոլորը հանուն ընդհանուր գործի։ Տղաս, մեզ առջևում լուսավոր օրեր են սպասվում եւ մեծագույն վերելքներ։ Համեցիր, ամենա քեզ դուր եկած տեղը զբաղեցրու խնդրեմ։ Ընդունեք երեխաներ մեր նորեկին։ Սիրելի 7-ի, մենք հրաշալի համալրում ստացանք։ Մեր թիմը ուժեղացավ եւս մեկ դյուցազնորդի հզոր տղայով։ Խնդրում եմ հավուր պատշաճի ընդունել, մեր դպրոցի օրենքներին, ներքին կանոնադրությանը ծանոթացնել նաեւ այն փոքրիկ նրբություններին, որ գուցե մենք ուսուցիչներս տեղյակ չենք, բայց դուք ունեք այդ փոքրիկ գաղտնիքները, ընդունել իբրև յուրային, իբրև եղբայր եւ թիմակից, հասկանանք, որ առջևում դեռ մեզ սպասում են համատեղ աշխատանքի լուսավոր օրեր, եւ այս հրաշալի տղան իր ուրույն ներդրումը պետք է ունենա մեր թիմային հաղթանակի մեջ, սիրելիներս։ Կասկած չունեմ, որ իբրև հյուրընկալ տանտերեր, այնպիսի միջավայր կստեղծեք, որ որևէ խորթություն, որևէ խոչընդոտ այս երիտասարդը չզգա մեր դասասենյակում եւ ինքը իրեն շատ ապահով եւ ուրախ զգա։ Դե առաջին քայլը ինչից պիտի սկսենք, անպայման պետք է ծանոթացնել դպրոցի թե մասնաշենքի յուրահատկություններին, թե հնարավոր բոլոր այն անկյուններին, որոնք ձեզ համար եւ խաղավայր են հանդիսանում եւ զրուցավայր։ Խնդրում եմ արեք ամեն ինչ, որ այս երիտասարդը իրեն զգա իր տանը։ Եվ գիտեք չէ, մի ասույթ կա, որ տան ամենագեղեցիկ զարդը հյուրընկալ տանտերն է։ Ես խնդրում եմ լինել այդ բարձրակետում եւ անել ամեն ինչ, որ 1-2 օր հետո մեր սիրելի երիտասարդը իրեն զգա իբրև մեր թիմի ամենակարևոր բաղկացուցիչ մասը։ Դու նորեկ ես, չէ՞, արի ցույց տանք մեր դպրոցը, մեր մոտ հետաքրքիր բաներ շատ կան։ Սա մեր գրադարանն է։ Այստեղ կան բազմաթիվ զանազան գրքեր։ Դու ցանկացած ժամանակ կարող ես այստեղ նստել, գրքեր ընթերցել եւ լավ ժամանակ անցկացնել։
Կարելի է։ Նայիր, հայ, սա մեր ռազմի եւ բարի սրահն է։ Այստեղ մենք սովորում եւ պարում ենք տարբեր ազգային բառեր։ Շատ գեղեցիկ սրահ է, ուսում եմ, որ ես այստեղ կսովորեմ ավանդական, ռազմի եւ ինչու ոչ հայկական բառեր։ Սա մեր մարզադահլիճն է։ Չափսեր շոյապատրելի է։ Դե ինչ, սա էլ մեր դպրոցը։ Հուսամ հավանեցիր։ Այստեղ զգա քեզ այնպես, ինչպես կզգաս քո տանը։ Շատ հաճելի է ծանոթանալ ձեր նման սրտաբաց եւ հյուրընկալ ընկերների հետ եւ հաճախել այսպիսի ահռելի ուրախությունով լի դպրոց։ Հայկ, իսկ դու գիտես, որ Արցախը մեծ հայքի մաս է կազմել եւ մեր թշնամիները բազմաթիվ անգամներ փորձել են նվաճել անառիկ Արցախը, տիրել Արցախին, սակայն այնտեղ ապրող մելիքները եւ արցախահայությունը շատ կուռ եւ ամուր դիմադրություն են կազմակերպել եւ անառիկ պահել Արցախը։ Հայկ, Արցախը համարվել է նաեւ մեր հայրենիքի դարպասը։ Եթե Սյունիքը ողնաշարն է, ապա Արցախը մեր Հայաստանի դարպաստ է համարվում։ Եվ Արցախի համար դարեր շարունակ պայքարել են մեր հայերը։ Գիտես որտեղ են գտնվում, Հայկ։ Եռաբլուրում ենք։ Այստեղ ննջում են մեր հայրենիքի անմահ հերոսները։ Իրենց կյանքը հայրենիքին նվիրված այն քաջորդիները, որոնք ամենաթանկը իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր հայրենիքին։ Այսօր մենք բոլորս, որ ապրում ենք, արարում ենք մեր հայրենիքում, դա նրանց շնորհքն է։ Մենք պարտական ենք նրանց եւ ամեն անգամ պետք է հիշենք նրանց, այցելենք նրանց շիրիմներին եւ անպայման մեր հարգանքի տուրքը մատուցենք։ Եվ ես վստահ եմ, որ քեզպես աշակերտները մեծանալով մեր փայլուն ապագայի սերունդ են կազմելու ու հաստատ մի օր ձեր ձեռքի բռնած նորից վերադառնալու ենք Արցախ, որովհետև Արցախի կանչը մեր սրտում է։ Արցախի հոգին մեզ մեջ է եւ անպայման մենք վերադառնալու ենք Արցախ։ Հայկ ջան, մենք ցավոք հիմա չունենք հնարավորություն լինել Արցախում, մեր հայրենիքում, բայց իմ ձեռքին մեր հայրենիքից պատառիկներ են մնացել։ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանից բերված հողն է։ Իմ ձեռքում է նաև այն դրոշը, որը եղել է Արցախում։ Այս դրոշը մի ժամանակ ծածանվում էր Շուշիի միջնաբերդում։ Եվ ես վստահ եմ եւ հույսով, որ անպայման ես ու դու միասին երբ էլ լինի, նորից այս դրոշը ծածանելու ենք Շուշիի միջնաբերդի պատին կանգնած եւ հպարտանալու ենք, որ դարձյալ Արցախի գրկում ենք, որ դարձյալ լինելու ենք Արցախում։ Ես մեծ հույսով այն հանձնում եմ քեզ, որ դու կատարես մեր բոլորիս նվիրական իղձերը։ Խաղալիք չես բերել, միգուցե տանն ես մոռացել։ Չէ, չեմ մոռացել, ես խաղալիք չունեմ։ Լավ, իսկ ձեր տունը որտեղ է, որ գնանք բերենք։ Այն այնտեղ, հեռվում։ Դե արի գնանք բերենք։ Բայց մեր տունը Արցախում է։ Արցախը նման է սիրելի տատիկի տանը, որտեղ միշտ համով թխվածի եւ ուրցով թեյի բույր կա, ուր գնում ես վազելով ու էլ չես ուզում վերադառնաս։ Դու կարող ես հազարավոր գրքեր կարդալ Արցախի մասին, երգեր լսել, նկարներ նայել, բայց ոչինչ չես հասկանա, եթե մի անգամ չես բարևել Ձեդո Բաբոյին, չես կենել աշխարհի ամենահամով ժենգյալով հացը ու չես կանգնել այնտեղ, որտեղ կանգնելն անհնար է։
երեխեքին ոչ մի բան չունենք տոնածառի համար, պետք է մի բան մտածեք։ Իրականում եթե մենք գնանք խոհանոց ու գնենք տոնածառու խաղալիքներ, նա կուրախանա, կտեսնի, որ մտածել ենք իր մասին։ Իսկ ես կարող եմ վերցնել իմ զարդարանքները, խաղալիքները եւ դրանք կավելացնենք տոնածառին։ Ուշում է կանաչ տոնածառը, երկնքից թափվում է տես երգը ու ծիծաղը, եւ այսօր եւ վաղը մանուկների խաղը, դրսում ձյուն է, սպիտակ ձյուն է, չխանգարում պաղը, աման օր ամեն ինչ նոր է, նոր տարվա գիշերը նոր, հեքիաթի մի օր է, աման օր ամեն ինչ նոր է, նոր տարվա գիշերը նոր, հեքիաթի մի օր է։ Շուտով դուրը կբացվի ու կկացում մեր պապը, 12 զանգերի հետ երկը բարը ծափը, լույսերի տարափ է, սերը ամպիչափ է, մաղթանքները, երազները, նվերները շատ են, աման օր ամեն ինչ նոր է, նոր տարվա գիշերը նոր, հեքիաթի մի օր է, աման օր ամեն ինչ նոր է, նոր տարվա գիշերը նոր, հեքիաթի մի օր է, աման օր ամեն ինչ նոր է, նոր տարվա գիշերը նոր, հեքիաթի մի օր է։ Վայ երեխեք, ես ինչ եմ սպասել ամենք ընկալ է։ Բարև Հայկ ջան, եկել եք քեզ անակնկալանենք։ Բայց ինչ եք ընկնել, նստեք։ Հայկ ջան, խաղալիքներ ենք բերել, որ միասին զարդարենք։ Միասին շատ լավ կանցնի։ Շնորհակալություն, դուք իմ տրամադրությունը բարձրացրեցիք։ You're
Այս տոնածառին նայելով նորից Հայկը տեղափոխվեց իր քաղաք։ Նա տեսավ իր փողոցն ու ծառերը ու հասկացավ. եթե հնարավորություն կա մեկ անգամ երազանք պահելու, այն պիտի իսկապես բոլորին երջանկացնի։ Այդ երազանքը պիտի ոչ թե նրա համար նկարահանման հրապարակը լինի, այլ տուն տանի։ Մեր բոլոր ամենակարևոր երազանքը դա է, որ դու վերադառնաս տուն, Արցախ։ Մարդիկ կարող են չխոստովանել, բայց մենք բոլորս հավատում ենք ու սպասում։ Մենք բոլորս սպասում ենք հրաշքի, իսկ հրաշքը սպասում է ամանորին, որովհետև երազանք պահելու համար չկա ավելի լավ օր, քան նոր տարի։ Երազանք պահիր ամանորին գիշերը, հավատա, որ անպայման կկատարվի, երազանքը քո տևեր ունի, երազում է ով հավատ ունի, թե նոր տարին ինչքան հրաշք ունի։ Ճանապարհը թաց ու դատարկ, անուն չունեցող ցավի նման, հետևում հող, որ սիրտ էր դարձել, առջևում լրություն անծանոթ սահման, ճանապարհ դեպի լռություն, Արցախից դուրս եկած մի ցան, արտագաղթից անար շնչում, մնաց տունը առանց ձայն, ճանապարհ դեպի լռություն, Արցախից դուրս եկած մի արտագաղթից անար շնչում, մնաց տունը առանց ձայն, ճանապարհ դեպի լռություն, ոչ թե ընտրություն, այլ ճակատագիր, հեռանում ենք, բայց չենք լքում, հողը մեզ հետ է սրտի մեջ խրված մի վեր։